Սկին մի բան էլ եմ ուզում ասեմ։ Նայեք, եթե մի մարդ 30 տարուց ավելի շատ բնակվել է երկրում ու ազգությամբ այդ երկրի ազգությունը ունի, անգամ եթե ազգությունը չունենա, 35 տարի ապրել է այդ երկրում, ինքը ինչ բեժնեց։ Այն որ ասում են Ադրբեջանի բեժինցներ վերադառնան Հայաստան։ Կներեք, իրանք ինչ բեժն 30 տարուց ավելի շատ ապրել են ուրիշ տեղ։ Իրանց մոտ մարդիկ այդտեղ ծնվել են, այդտեղ մեծացել են, այդտեղ ամուսնացել 30 մարդիկ են։ Կամ մնացածը, եթե 30 տարի ապրել ես ուրիշ երկրում, դու ինչ բեժնեց։ Ինչքան ես գիտեմ 10 տարի եթե միտեղ բնակվում ես, խնդրում եմ շատ, մեր իրավաբանները, Պետրոսյան, там как его имя, չգիտեմ, կանայք որ կան, Սոնա Աղիկյան, Մարինա Խաչատրյանը, չէ, այն մյուս Մարինան, ой, не помню, լավ, Գևորգ Պետրոսյան, այդքան իրավաբաններ ունենք, մի հատ նայեք, կոնվենցիաները, ՄԱԿ-ի կոնվենցիաները, մի հատ նայեք։ Ինչքան ես գիտեմ, որ բաքվեցիները եկել էին ու 10 տարի հետո իրանք ուզում էին վեցնեին, մինչև այդ բան է, փախստական անձնագրի մասին ոչ մեկ տեղյակ չէր, այդպես բան չէր եղել մեր մոտ, 10 տարի հետո որ ուզեցան վեցնեն անձնագիր, իրանք ինչ-որ ծննդականներով էին գնում Ամերիկա, հետո ուզեցան 10 տարի հետո ուզեցան բեժնեցի անձնագրեր վեցնել, ասեցին դուք 10 տարի այստեղ ապրում եք, դուք ինչ բեժնից, որ ձեզ էլ տանք բեժնեցի անձնագիր։ Եթե 30-35 տարի ապրել են Բաքվում դրանք, ծերացել են այնտեղ, եթե ջահել են եղել, ես չգիտեմ, դա գալիս են այնտեղ ինչ անեն։ Հələ մի հատ խոսում են 50-ական, 40-ական թվերի գնացածներից, այ քեզ բան նրանց հանել են։ Իրենք ուզեցել են գնացել են, այ քեզ բան ու վաճառել տանել գնացել են։ Գալիս են այստեղ ինչ անեն։ Չգիտեմ։ Էլ չեմ ասում, որ մերոնք այդտեղ Armenic hand են ունեցել, չգիտեմ ինչ։ Ես շատ խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ուզում իշխանության դեմ ինչ-որ բան ասեմ, կամ ես իմ Փաշինյանի դեմ եմ, սրա դեմ չի, շատ եմ ուզում իմ իշխանությանը ես հարգեմ, ուր գնում են, ասեմ Աստված ջան, իրանց հաջողություն լինի, շատ եմ ուզում, բայց մեր իշխանությունից բան չեմ հասկանում։ Կներեք, որ իրան գնում են միտեղ, ես չեմ անում ինչ ասեմ, մեկ նայում եմ ինքնագոհ, մեկ խղճացած, մեկ չգիտեմ ինչ տարբերձևով եմ տեսնում, չեմ անում ինչ մտածեմ, ինչ ասեմ, ինչ ցանկանամ։ Բայց դες չի էլի, որ չգիտեմ, ինձ ձեռ է տալիս այս վիճակ, որ անգամ կամ ես ինչ-որ խնդիրներ ունեմ։ Չէ, ես կուզենայի, որ ես իմ իշխանության արևով երդվեի։ Հիմա ասում են Զելենսկին լավն է, Պուտինը վատն է, կամ Պուտինը վատն է, Զելենսկին լավն է, ով ինչ ասում է։ Ես չգիտեմ, ով է սխալ, ով է ճիշտ, բայց ինչ որ է։ Ես տեսնում եմ իրանք իրանք երկիրը ոնց են սիրում։ Պատրիոտներ։ Սխալը կողովի ոչինչ, շատ դժվար է։ Ես համարում եմ, եթե քո եկում պատերազմ է, ուրեմն դու վատ նախագահ ես, վատ ղեկավար ես։ Պատերազմ հաղթող չկա։ Դուք ո՞տ ղեկավար եք։ Դուք ձեզ շորթին տանջում եք։ Ես տենց եմ համարում։ Հիմա ինչ որ այս մոտ սկսվել է, բայց արդեն ես նախանձում եմ այն բանին, որ զգում եմ ուրախ, երջանիկ տղա էր Զելենսկին։ Վրան հավ չկա արդեն, ինչքան չեմ նայում։ Ազաբոյչնի շորերից, մորերից, կինը անգամ չի երևում, երևում է լուրջ։ Չգիտեմ, նայում եմ Պուտինին վստահ, ժողովուրդներ են իրանց վստահ լինում իրանց վրա, իրանց լավ զգում, միշտ վստահ, անկոտրում, գործունյա, լուրջ, հայրենիքը սիրող, ամեն մի բառը իրա, լսում ես ոնց է ինքը սիրում իր հայրենիքը, Աստծու մարդիկ ենք ասում, մինչև վերջի շունչս ես կծառայեմ Ռուսաստանին, թե չգիտեմ, խոսքով, թե գրչով, թե չգիտեմ ինչով, այդ մարդից նախանձությունից մեռնում ես, բայց չէ, մեր այս սարը պետք է, այն ջուրը պետք է, իրականը, անիրականը, հասկանում եք, Ադրբեջանը ազգություն չի,
ժողովուրդ են եղել, բայց դառնում են ազգ, որտեղ արդեն ունեն պատմություն։ 30 տարի աջ պատերազմներ են, համախմբվել են, պարտվել են, հիմա համախմբվել են, հաղթել են, արդեն պատմություն է գնում իրանց մոտ։ Մենք մոտ ասում են, չէ, ոչ մի պատմություն, ոչ մի բան, հայոց պատմություն չկա, Հայաստանի պատմություն կա, Հայաստանը եղել է սովետական միության մեջ, ոչ մի բան չկա միացնող, հիմա էլ ամեն ինչ քանդում ենք, վերջ։ Եթե թուրքը ասում է, չգիտեմ, 20 թվից գոյություն ունեք դուք, 1920 թվից գոյություն ունեք, սա ընդհանրապես ասում է 30 տարի է ինչ գոյություն ունեք։ Ինչ ասեմ։ Ժամանակի պատմություն, սովետական միության ժամանակի պատմություն, անցնում էի նավեյշի история, новая история, Հայաստանի մասին ոչ մի բան չկար։ То есть история древнего мира, միտող երկու տող բան կար Հայաստանի մասին գրած, թե չէ, չգիտեմ, ոչ история древнего мира, ոչ история средних веков, մի հատ բառ տեսնում էի Արմենիա ուրախանում էի, вообще չկա, էլի Հայաստանի ուրարտու, չգիտեմ, Արմենիա ուրախանում էինք, այդտեղ էլ չկար, вообще չկար, հայոց պատմություն չկա, всё, 80 տարի, 80 տարի մենք անկախ չենք եղել, մենք առանձին պետություն չենք եղել, 30 տարին է ինչ որ գոյություն ունենք, մենք ժողովուրդ ենք դառնում, իրանք քոչվող ցեղեր դառնում են պետություն, մենք նորմալ ազգ դառնում ենք քոչվող ցեղ, էսա մտնել փախնելու ենք, ես Թուրքիա չեմ ուզում ապրեմ, ես աղքատայի հետ կապրեմ, հարց Թուրքիա չեմ ուզում ապրեմ, չեմ ապրի, եթե ինձ չմորթեց, գենոցիդ չարեց, իմ երեխեքին իմ թոռներին անելու հետո կարող է հիմա պալտիկը կդուտա պրյանիկը հիմա կտան, կան կտեղավորվեն, ամեն ինչ լավ է, լալալուլու, հետո կմորթեն։ Թուրքը չմորթել։ Կասկածող եմ փնտրում։ Ո՞վ է կասկածում։ Ինչի՞ չի մորթի։ Կամ ինքը ասում է չեմ մորթելու։ Ինքը տենց ասում է, ինքը ասում է թշնամի ես։ Լսել եք։ Մի բառ։ Ասում էին 24 թվին մինչև դեկտեմբերը կստորագրենք, հետո ասում են 25 թվին դեկտեմբերը կստորագրենք, հիմա ասում են 26 թվի սկիզբը չկստորագրի։ Իրանք չպլանավորել չեն ձեզ հետ ապրեն։ Հիմա դե խաղաղ։ Իրանք ասում դուք թշնամի եք, դուք ֆաշիստ եք, դուք թշնամի եք, դուք ինչ եք ուզում, խաղաղություն, չի ուզում մարդը։ Այ քեզ։ Շարակ ինչա։